Արդեն ավելի քան 2 շաբաթ է ինչ Երևանի Արարատ կոնյակի գինուողու կոմբինատը լայն թափով սկսել է խաղողի մթերման աշխատանքները։ Մուլտիգրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր տարի անձամբ է հանդիպում Արմավիրի եւ Արարատի մարզերի խաղողագործների հետ, ինչպես հենց տեղում մթերման ընթացքին ծանոթանալու, այնպես էլ գյուղացիներին մտահոգող խնդիրների մասին տեղեկանալու նպատակով։ Գագիկ Ծառուկյանի առաջին կանգառը Արմավիրի մարզի Նորամասիա համայնքում գործող մթերման կայանն է։ Գոհ են արդյոք մթերման ընթացքից։ Գագիկ Ծառուկյանի կողմից խաղողագործներին ուղղվող առաջին հարցն է։ Ձերի խաղողագործներ, առաջին հերթին ուզում եմ ձեր բոլորին ողջունեմ, երկրորդը եկել եմ համապատասխան տեսնելու ոնց է մթերումը կայանում։ Ինչ խնդիրներ կան, ինչ հարցեր կան։ Լրիվ նորմալ է, պարոն Ծառուկյան, տարի կատարել է գործումը, երբեք չկա, դիպատի մարիներ Ժուրավնայի մեծ Զաքարյանի գնացածի, շատ լավ է այս տարի, մի հատ մեքենա չինը, որ ասենք բանը կրոջովնի կանգնի, մինչև առավոտ լրիվ թափվում, հատուկ շնորհակալություն ձեր խաղողագործների նորմալ չկա տարբերություն, ծանոթ, բարեկամ, կուսակցական, բոլորը հավասար արդարացի, մեզնից կախված ինչ խնդիր կա, գիտեք, որ մեր խոսքը գործա, ինչ ասեմ, անմիջապես կատարվելու է։ Բարձր սակագին շահավետ պայմաններ բերքի անսահմանափակ մթերում։ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ մթերվելու է բերքի ամենավերջին հատիկը, խաղողագործներն էլ պարարտանյութերի, դեղորայքի ու հենասյուների կարիք չեն զգալու։ Ինչ որ ձեզ ասել եմ, իմացեք, պարարտանյութա, դեղորայքա եւ շպալներա, որը գարունը հերթագրվեք կստանաք, աշտանել ձեր բոլոր խաղողը ես կմթերեմ, անմիջապես ձեր գումարները կստանաք։ Որ լինի արդարացի, ոչ մեկը չնեղվի, ծանոթ բարեկամ կամ կուսակցական այլ բոլորն էլ իմ համար հավասար են։ Մշակեք ձեր այգիները, խաղողը բերեք, հանձնեք, ձեր գումարը ստացեք, տարեք ձեր խնդիրները ու հարցերը կարգավորեք։ Նորից այգի ավելացնեք։ Ինչքան ուզում եք ավելացեք, բայց այսօր եթե ասենք թե մարդը պետք է ավելացնի, որ կարողանա տար հոգսերը հոգա։ Անկախ նրանից ինչքան դժվար է, ծանր է, բայց կարևորը եթե մենք այդ ոլորտը վերցել ենք մեր վրա, ուրեմն դա մենք անել ենք պահենք եւ պահպանենք։ Դատարկ խոստումների փոխարեն պայման ու հնարավորություն։ Ահա թե ինչ է պետք այսօր գյուղացուն, ասում է Գագիկ Ծառուկյանն ու իր կողմից խոստանում անել առավելագույնը, որպեսզի գյուղացիներն ընդլայնեն այգիներն ու իրենց քրտնաջան աշխատանքով հոգան տարվա ապրուստը։ Միայն պետք է պայմանավորություն, որ ոչ թե միայն խոսքեր, խոստումներ, այլ խոսքը պետք է կատարվի, որ մարդուն պայման հնարավորություն պետք է ստեղծվի։ Ոնց որ սովետական միության ժամանակ հատվածում էր, որ ամեն տարածք ինչ որ մշակել է, դա պետք է մշակի։ Որ եղել են գործաներ, Պահածոյի գործաները, ինչ գործան, այդ գործաները պետք է վերանորոգվի, վերակառուցվի, ով չի անում պետությունը օգնի, հնարավորություն տա, որ փողատերը գա գումար դնի։ Փողատերը հենց այնպես փող չի դնի, պայման հնարավորություն է լինելու, որ ժողովուրդն էլ հույսով հավատով կարողանա իր ապրանքը արտադրի, դաշտում չմնա, տանի հանձնի փողը ստանա։ Այսօր իմ խնդիրը հիմնական ամբողջ ազգի ժողովրդի խնդիրն է, ամեն ինչ անում են, որ լավ լինի։ Իսկ այսօր անելու համար ամեն մարդ իր տեղում պետք է լինի։ Ոչ թե պաշտոնի համար ազգին ուրանա, ինչա ինքը այդ պաշտոնին նստած է, մարդկանց ցավացնի, վախացնի, այլ լիարժեք եթե պետք է ինքը զգա չի կարող անի, իր նամուսը քաշի ոչ թե անեծքի տակ մնա։ Մեկը բոլորն էլ պատասխան են տալու իրենց արածների համար։ Կարևորը ամեն մարդ ով կարող անի, նա պետք է անի, ով չի կարող անի, թող գնա իր գործը դնի եւ համապատասխան իր ընտանիքը բայ, ոչ թե ժողովրդի հաշվին, որ որոշ ասենք թե մարդկանց հաշվին ամբողջ մի ազգատուժում եւ ասենք թե նեղվում։ Պարոն Ծառուկյանի շնորհիվ մենք ավելացնում ենք մեր այգիները, ավելի է շատանում խաղողի այգիները, բերքն է շատանում, ամեն ինչ լավ ալում, գյուղացին էլ իր աշխատանքը կատարում, ստեղծում, արարում իր երեխեքի ու ընտանիքի համար։ Կարնան գլուխ, որ ժողովրդից հեռու փող չկա, նամանավանդ գյուղացում, ֆերմերներ, ինքը օգնում է, թունաքիմիկատներով, ամեն ինչով, դա մեծ աշխատանք է։ Հենասուններ արդեն ժամանակին տվել է, սատարականգնում մարդկանց, ինչ հարցով դիմում ես այդ մարդը, չի ասում, այդ մուր ինքը ասում է իմ խոսքը գործը մի բան էլ ավել է։ Շպալը տվել է, լարը տվել է, նոր թազա այգի հիմնել ենք, փողն էլ տալիս էլ ինչ լինի։ Անցյալ տարի էլ 5-600 000 զանցարեց կարկուտն եկավ, մեր բոլոր փողերն ասեց ձեզի փեշտեք։ Միշտ գյուղացու կողքն է կանգնած, գարնում գալիս ենք, հանդիպում ենք, ինչ պահանջում ենք, ներկայացնում ենք, կատարում է 100%-ով։ Ինչով կարամ ձեզ օգտակար լինեմ, ձեր մատից փուշ անեմ, թեթևակի օգնեմ, որ դուք ձեզ լավ զգաք, իմացեք ձեր փոխին։ Շնորհակալ ենք, Աստված կօգնեն։
Խաղաղագործների թիվ 1 կենսական խնդիրը լուծված է նաև Արարատի մարզում։ Կոմբինատի Մասիսի մթերման մասնաճյուղում կայացած հանդիպմանը ևս Գագիկ Ծառուկյանը գյուղացիներից հետաքրքրվում է մթերման ընթացքի մասին ու ճշտում, կան արդյոք դժգոհություններ, թե ոչ։ Ո՞նց է ընթանում բերքավարկը։ Ես շնորհիվ ամեն ինչ է տեղին։ Տարբերություն չկա, ծանոթ բարեկամ չկա, հերթը նորմալ, գումարը նորմալ։ Շատ գոհ շնորհակալ եմ, շատ։ Ես ասում եմ, ձևի համար չեմ եկել, որ ինչ-որ դուք գովաբան եք, այլ եթե կա թերություն, ասեք վերացնենք։ Ոչ, թերություն չկա։ Այս գոզարանի տնօրենից, ինչև վերջի բամբուլը, այո, հարգալից, շատ հարգալից են վերաբերվում մեզ հետ։ Միակ պատմակեցությունն է, որ կանխը վճար, տեղում վճարում եք տանում են մեր գործերը հոգ։ Ձեր աշխատանքն է, ձեր վաստակն է։ Բոլոր տեղերը պլաստիկ քարտ են տալիս, 10 օր հետո, մի ամիս հետո։ Շատ գոհ շնորհակալ, Դա ձեր վաստակն է, ձեզ հալալ լինի։ Տարեք օգտագործեք ձեր ընտանիքին, ձեր երեխաներին, ձեր բարեկեցիկներին։ Բարձր սակագնով իրացրել են ամբողջ բերքը, գումարն էլ ստացել հենց կշեռքի մոտ, ասում են գյուղացիները, տեղեկացնելով նաև, որ շնորհիվ հատկացված բարձրորակ բուժանյութերի խաղողի բերքը գերազանց որակ է ստացել։ Թույներ, որ մենք տարանք, Այո։ դից թույներ էր, հարադանուտը, լավ օգնեց, խաղողը ագոշ պահեց։ Մեքենան գալիս էր շպալները դրան տեմը կանչում են, ասում են արի իջացնենք։ Էդի քիչ օգնություն չի մեզ համար։ Ուրեմն այդ բոլորը ինչ որ եղել է, ամեն տարի նույնը լինել է, դեղորյակ, պարտանոյդ, ասենք շպալները, նույն ձևով բերել են բաժանեն, ով որ ցանկանում է օգտվի, դա խնդիր չի։ Այգ եմ հիմնում, հիմա այգի հիմնելու մանոր այգի ահագին գումար է պետք, հիմա ես գարուն եք հիմնեմ, աշունը փող գտամ։ Ես որ այդ հայ վարկ վեկալ է, ինչքան տոկոս տայի։ Դեթում ես խանութից բուժանույթ է սառնում, օգուտ չի տալի։ 20,000-ով դեղ է սառնում, ոչ մի օգուտ չի տալի։ Ծառուկյանը նորմալ դեղ է տալի, օգուտ է տալի, դա աջակցություն չի։ Իր արածով ենք տեսնում, իր գործերով ենք տեսնում, որ կանգնած է գյուղացու կողքին։ Համակողմանի աջակցությունը գյուղին ու գյուղացուն շարունակական է լինելու, շեշտում է Գագիկ Ծառուկյանն ու պատրաստակամություն հայտնում օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուր դժվարին պահի։ Ես ձեր հետ եմ, միշտ պատրաստ եմ ինձնից կտրելու, ինչ որ մի պայման ստեղծելու, որ մարդիկ լավ ապրեն։ Եթե այսօր դուք վատ եք ապրում, մեր ապագան էլ է վատ լինելու, իմ երեխայի ապագան էլ է օր-օրի վատ լինելու։ Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ բոլորն էլ աշխատեն։ Ցանկանում ենք քեզ ագոշ կյանք։ Դու Ադավոր ես երկար ապրելու, որ ես մեծ Խաղողագործները հրաժեշտ են տալիս Գագիկ Ծառուկյանին, համոզված լինելով, որ ԲՀԿ առաջնորդի հետ հաջորդ հանդիպումն իրեն երկար սպասեցնել չի տա, բարձրաձայնվող բոլոր խնդիրներն էլ ինչպես միշտ լուծում կստանան հենց տեղում։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։